իմաստ չունի նշանապահության հայտ ներկայացնել, եթե քաղաքական գործընթաց չի դա։ Տպավորություն է ստեղծում, որ զբաղված են կեղծ ակտիվիզմով։ Ինչ պետք է անեին, սահմանադրական դատարան չդիմեին։ Դիմեցին, հասկացանք, բայց հետո ընդհանուր տրամաբանությունը հիմա իրանք ինչ են անելու։ Այդտեղ ընդդիմությունը պետքա որոշի, մանդատները վերցնում է թե չի վերցնում։ Չի կարելի ֆուտբոլ խաղալ, եթե չես սիրում ֆուտբոլ։ Նոյեմբերի 9-ի ստատուսի մեջ չի կարող լինի նախագահական ընտրություններ։ Որ սկսես խոսալ, դուրս է գալիս թե նրանց ես պաշտպանում, որ պետք է հետ գա։ Դու ուզում ես փոփոխություններ, դու ուզում ես Նիկոլին փոխես, իրանց օրակարգը դրի ուրիշը։ Իսկ միգուցե պետք չի միավորվել։ Այդ ընդդիմությունը քո չունի համերաշխություն, սկսենք այդտեղից։ Իրենց առաջ Հայաստանը մեծամասամբ սրիկաներ են կառավարել։ Իրանք էլ ասում են Ղարաբաղ ենք պահում։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր ազգանվեր աշխատանքը։ Այս պահին, որ մենք մտանք եթեր, ընդդիմադիր մեր գործընկերները ընտրությունների հարցը տալին սահմանադրական դատարան, եւ մենք չգիտենք ոդքասթի հրապարակման պահին ինչ կլինի, միգուցե արդեն իշխանափոխություն արած լինեն։ Կատակում եք դուք։ Չէ, նիստը շարունակվելուց կլինի։ Նիստը կշարունակվի։ Մինչև հուլիսի 4-ը շարունակվի։ Ասի, հա, հումոր անեմ։ Թող հումորից մեր գործընկերները չնեղանա։ Այն պայն, որ իրանք լրջանան, ես էլ կլրջանամ, որովհետև տպավորություն է ստեղծում, որ զբաղված են կեղծ ակտիվիզմով։ Այս բառը շատ է դուրս գալիս ու իսկապես բնորոշում է մեր քաղաքական համակարգի, մեր քաղաքական դերակատարների ակտիվությունը։ Կեղծ ակտիվիզմ։ Հիմա ըստ էության դրանով են զբաղված, իմ գնահատականն է սա, դուք ինչ կասեք։ Այսինքն ինչ պետք է անեին, սահմանադրական դատարան չդիմեին։ Սահմանադրական դատարան պետքա դիմեին։ Գիտեք, խնդրեմը որն է։ Ի սկզբանե ամեն ինչ սխալ է գնացել։ Հա։ Երբ որ ի սկզբանե ամեն ինչ սխալ է գնում, հետո ինչ անում է սխալ է դառնում կամ սխալ է թվում։ Այ եթե ի սկզբանե մի փոքր ամեն ինչ ուրիշ ձև լիներ, հիմա լրիվ ուրիշ ձև կլիներ։ Հիմա լրիվ ուրիշ ձև կլիներ։ Իսկ ովքեր ուզում են հասկանան, թե ի սկզբանե ինչ նկատի ունեն, որ սխալ է գնացել, նախորդ ոդքասթը կարան նայեն։ Նախորդ ոդքասթը, որովհետև եկեք խոստովանենք, որ Հայաստանի հաջորդ վարչապետ, հարցազրույց Հայաստանի հաջորդ վարչապետի հետ, հանդիպում Հայաստանի հաջորդ վարչապետի հետ վերնագրերից հետո դիմել ՍԴ մի փոքր այն չի, ոնց որ դա անկում լինի Էվերեստի գագաթից, չի լինում։ Հետարքիր էր անկում Էվերեստի գագաթից։ Ես որպես իրավաբան ուզում եմ մի քանի բան ասել։ Տես, սահմանադրական դատարան դիմել են մի խումբ ուժեր, յուրաքանչյուր իր առանձին դիմումով եւ ամենալեգիտիմ դիմումը այդտեղ ես կարծում եմ ԲՀԿ-ի դիմումն էր, որովհետեւ ԲՀԿ-ի պարագայում այդ տեղամասերի անվավեր ճանաչելը քվեարկության իրենց դուրս թողեց։ Բնականաբար, եթե այն որ ամեն ինչ ճիշտ գնար ի սկզբանե, չէր կարող նման բան լինել, ինչու որովհետեւ այդ ԲՀԿ-ի 50,000 ձայնը կլիներ կոնսոլիդացված 1 բևեռի մեջ, եւ ոչ մի պարագայում, քանի տեղամասեր անվավեր ճանաչել, չէր կարող այդ 50,000 ձայնը փոշիանալ։ Բայց քանի որ առանձին են գնացել, հեշտացել է իշխանության գործը, եւ քանի որ մի քանի 100 կամ տասնյակ ձայներից է կախված եղել տարբերությունը, հեշտ է եղել մի քանի խախտումներ արած տեղամասերում անվավեր ճանաչել։ Լուծումը եղել է հետեւյալ, որ ԿՀ-ն պետքա դներ վերաքվեարկություն այդ տեղամասերում, ԿՀ-ն որոշել է, որ չի դնում։ Այդտեղ սահմանադրական դատարանը անելիք ունի եւ այդ մասով կարող են ՍԴ դիմել։ Ես մի բան ասեմ, երբ որ ասում կեղծ ակտիվիզմ, նկատի չունեմ, որ ընդդիմության լեգիտիմությունը ինձ համար կասկածելի չի, ԲՀԿ-ի ձայները չեն գողացվել։ Հասկացա։ Դա միանշանակ է, ես կոնկրետ թիրախային ուժեղ Հայաստանի մասին էի խոսում։ Այո։ Բայց այդտեղ կարևոր բան կա։ Հիմա ինչ է, ես էլ էի ասում, էլի, բացի ԲՀԿ-ն, ՍԴ-ն դիմել մի շարք ուժեր։ Մի շարք ուժեր դիմել են, ու ես տեսա, որ նշել են մեզ Facebook-ում միասնության թևերին եկած չեմ ես նշել եւ գրել է, որ մենք դիմել ենք ՍԴ-ին, որ մնացած բոլոր 10 ուժերին էլ ներգրավեն որպես կողմ նիստին եւ եթե դուք դիմում տաք, այսինքն մենք եւ մյուսները դուք էլ կարող եք ՍԴ նիստին մասնակցել որպես վիճարկող եւ այս մեծ գործի մի մասը դառնալ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, արդյոք մենք կամ այլ ուժեր, ովքեր չեն դիմել սահմանադրական դատարան, պետքա դիմեն եւ դառնան կողմը։ Իրավական տեսանկյունից մենք կարող ենք դիմել եւ դառնալ կողմ։
երբ որ դիմում ես դառնում ես կողմ, դու պետք է համանրական դատարան ներկայացնես զանգվածային ընտրակեղծիքների վերաբերյալ ապացույցներ, որը կարող են ունենալ միայն երկու ուժեր՝ խորհրդարանական Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ դաշինքը, ովքեր ամեն տեղամասում ունեցել են երկուական հանձնաժողովի անդամ, ոչ թե վստահված անձ, այլ հանձնաժողովի անդամ։ Եվ օրինակ իրանք վիճարկեին օրինակ 1000 տեղամասում արձանագրությունը չստորագրեին, 2050 տեղամաս է, եթե չեմ սխալվում, 1000-ում չստորագրեին արձանագրությունը, չճանաչեին, չունենք նման դեպք, չկա։ Այսինքն տակը մնում է ինչ, որ իշխանությունը ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործել, չէ, որի մասին անդադար խոսել ենք, մնում է այն, որ իշխանությունը ինքը իր քարոզարշավը ֆինանսավորել է շուրջ 1 տարի, իրական Հայաստանի կոնցեպտը, որի մասին մենք խոսել ենք, եւ մնում է այն, որ ԲՀԿ-ն վիճարկում է, ԲՀԿ-ն ինքը վիճարկում է, այլ մենք գնանք ինչը վիճարկենք։ Դիմում կա, վիճարկում են, շատ լավ, տեսնենք, սա դեն ինչ է ասելու։ Հետեւաբար այդ մյուս ուժերի այդտեղ միանալը, այդ գործին, կոնկրետ մեր մասով կարամ ասեմ, կարաբերի նրան, որ դու ուղղակի համանրական դատարանում հիմար վիճակի մեջ հայտնվես, որ քեզ դատավորները հարցան ասեն, օրինակ, տվեք դիմացել եք ու ասում եք պետք է անվավերճանություն, չէ՞ ճիշտ է, այո։ Տվեք մեզ տվյալներ զանգվածային խախտումների մասին ու դու տեղ պետք է փաստեր ներկայացնես ՍԴ-ին։ Եթե դու փաստեր չես ներկայացնում, ասում ես, բայց այն իրանց գործով խախտում է, իրանք ասել են, հա դե եղբայր, իրանցով եղել է, իրանք դիմել են, քննենք։ Դու եկել ես, ինչ ես պահանջում։ Դրա համար մենք բան չենք անում, չենք դիմում ՍԴ, ասենք դիմելու համար, որը բերում է այդ քո ասածին, կեղծ ակտիվիզմ, որ մտամ մենք եսիմ ինչ արեցինք բան։ Եվ այդտեղ կա նաև հակառակ կողմից, նաև համանրական դատարան դիմող կա, օրինակ Արման Բաբաջանյանի կուսակցությունը, որը պնդում է, որ փող է բաժանվել, ռուսական միջամտություն է եղել եւ իրանք էլ այդ մասով են վիճարկում, այսինքն ըստ էության խորհրդարանական ընտրությունների մասնակցող ուժերը ոչ թե կռվում են իշխանության դեմ, այլ նաև իրար դեմ են կռվում ՍԴ-ում։ Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Բայց քանի որ ես եւ Կարպիսը գիտենք, որ ինչ է լինելու համանրական դատարանում, մենք գիտենք, որ ուղղակի համանրական դատարանում օդը տատանվելու է, հա։ Ոնց էր ասում Նիկոլը, ցմփ, հա, տես ցմփ, բան, հա։ Բաներ ալինելու վերջում ասելու են գնացեք տուն նորմալ է, չնայած նրան, որ ինչ որ խախտումների մասին այստեղ խոսակցություններ կան, հա, բայց գնացեք տուն։ Եվ այդտեղ ընդդիմությունը պետքա որոշի, մանդատները վերցնում է, թե չի վերցնում։ Քանի որ մամուլում բազմաթիվ նյութեր կան, որ արդեն որոշել է ընդդիմությունը, որ մանդատները վերցնի, ուղղակի անգամ պաշտոններ են դե քննարկում, Էդգար Ղազարյանի Նաժե փոխխոսնակ կամ Գոհար Մելոյանի, այդպես բաները քննարկում են արդեն, մամուլում կա դա։ Այսինքն տակը մնում է ինչ, տակը մնում է, որ ժողովուրդ ջան, ձեզ զբաղացնում ենք, որ մենք այ պայքարեցինք, այս լծակն էլ օգտագործեցինք, չեղավ, բայց սակայն մենք գնանք մանդատները վերցնենք, այնա հանգիստ ժողովրդին ի սկզբանե ասեիք, գնում ենք մանդատները վերցնենք, էլի ամբողջ բանի իմաստը որն է այդ պատմության, էլի։ Եվ նաև հետաքրքիր է լինելու, տեսնենք ինչ ունեն իրենց ձեռքի տակ, որ մենք չենք տիրապետում, որ ներկայացնեն ՍԴ-ին որպես խախտումներ, մենք էլ տեսնենք վերջին հաշվով։ Դեռ դիմել են ՍԴ, նայենք տեսնենք ինչ կա։ Բայց ժողովուրդ ջան, մենք ասել ենք, որ այս համանդրական դատարանը չի կարող համարվել անկախ ինստիտուտ, այն տոտալ քաղաքականացված է, եւ համանդրական դատարանի դատարանները նշանակվել են իշխանության քիմքին հաճո մարդիկ, եւ այս համանդրական դատարանի իշխանության դեմ ոչ մի բան չի անելու։ Եթե իշխանությանը պետք լիներ ընտրություններն անվերջանաչել, կասեին անվերջանաչի մի հատ կանին ընտրություն, օրինակ եմ ասում։ Բայց ես որ նայում եմ պետք չի։ Մեզ որ տեսնում եմ ոնց որ թե պետք չի։ Ինչ կարծիք ես։ Կա պետք է անվերջանաչեն նորից ընտրություն անեն օրինակ։ Տենց բան էլ է պատտվում էլի որ Նիկոլին պետքա մի հատ ընտրություն որ համանրական մեծամասնություն ձևավորի։ Իբր թե այդ համանրական մեծամասնությունը բանն է էլի տենց եսի ինչն է վերջն է։ Ոչ վաղ անցյալում համանրական դատարանի դատավորներից մեկը, որը հիմա ոնց որ թոշակի է, փողոցում լրագրողների հետ հեղափոխությունը չէր եղել 18 թվականի բրիֆինգի ժամանակ ասաց որ համանդրական դատարանը իշխանապողության կամ հեղափոխության հարթակ չի կարա լինի։ Դուսը պետք է եռա աշխարհում տես պրակտիկա չկա, հատկապես մենք պես երկրներում որտեղ որ անկախ դատական համակարգ չկա, այլ տեղեր էլ չկա։
բայց մեր մոտ հատկապես էս հիբրիդային ավտորիտար ռեժիմը թե հաշվի առնենք, այսինքն բայց չի կարելի նաև ասել, որ սահմանադրական դատարան դիմելը երբևէ իմաստ չի ունեցել։ Բարբերաբար մեր երկրում ընտրությունները վիճարկվել են, ընտրությունների արդյունքները, քանի որ կեղծված են եղել եւ ուժերը դիմել են սահմանադրական դատարան իմանալով թե ոնց է ավարտվելու, բայց դա իմաստ է ունեցել, որովհետեւ զուգահեռ եղել է պայքարի բովանդակություն եւ տրամաբանություն։ Այսինքն պատմության համար որ փաստը արձանագրվի, որ ընտրությունները կեղծվել են, սահմանադրական դատարանը գործել է այսպես։ Եվ այլն, այսինքն որ արձանագրվի, գործընթացը լինի իրավական։ Բայց հիմա հա էլի հասկացանք, ասացիք, ԲՀԿ-ն լեգիտիմ պատճառով է դիմել, այդ լեգիտիմ պատճառը մենք աջակցում ենք, բայց դիմեցին հասկացանք, բա հետո ընդհանուր տրամաբանությունը հիմա իրանք ինչ են անելու, պայքարում են, չեն պայքարում։ Օրինակ նայ, եթե դիմեին ՍԴ ու ասեին, որ եթե հանկարծ ՍԴ-ն պետք է ճնշում լինի, չէ՞։ Ես մի հատ եթեր էի արել ու ասում էի Սամվել Կարապետյանը առաջարկում է երկրորդ փուլ։ Կամ անվավեր ճանաչել ամբողջ ընտրությունները, նոր քվեարկություն դնել, ճիշտ է։ Հիմա ինչու պետք է ՍԴ-ն, օրինակ էլի քաղաքական, ինքը քաղաքական ինստիտուտ է վերջին հաշվով։ Ավելի շատ քաղաքական մարմին է ՍԴ-ն, քան իրավական։ Ոնց ուզում ես նայ, էլի։ Վերջին հաշվով, որտեղ ինքը մեկնաբանելու է սահմանադրությունը, սահմանադրությունը միայն իրավական փաստաթուղթ չէ, այն քաղաքական փաստաթուղթ է նաև։ Հիմա ինչու պետք է ՍԴ-ն դնի երկրորդ փուլ, տարբերակ 1, կամ ինչու պետք է ՍԴ-ն անվավեր ճանաչի, ասի գնացեք նորից ընտրություն արեք։ Պետք է լինի հանրային պահանջ, չէ՞, հանրային ժողովուրդը տուն չգնա, գետերի պես լցված լինի փողոցներում ժողովուրդը, գոռա, հույզեր լինեն, ցույցեր, գիշեր ցերեկ, հասկանում ես ինչա դա։ Օրինակ մենք ունենք ուկրաինական փորձը, որ Ուկրաինայում եղավ, ոնց եղավ, այդ ցույցերն այնքան շարունակվեցին, որ սահմանադրական դատարանը կամ այնտեղ գերագույն դատարաններ նշանակեց երկրորդ փուլ։ Հիշում ես։ Հայաստանում ու էլի նույն ՍԴ-ներ էլի այդ իշխանությանը պատկանող ՍԴ-էր, բայց ինքը ինչ արավ, ճնշում կար, հասկանում ես, ճնշում կար, այդ սահմանադրական դատարանի դատավորը մատուն պետք է մտածի, որ իր բոլոր բարեկամները, հարազատները ոնց են իրան հայացքին նայելու իր երեխեքը բան։ Դա լինում է այն դեպքում, որ կա ճնշում, հանրային պահանջ, հասկանում ես, երբ որ չկա ճնշում, չկա հանրային պահանջ, շատ հանգիստ աշխատանքային, ոնց է, իրավակարգային, ոնց էր իրավակարգային, ոնց էր աշխատակարգային նիստ, ՍԴ աշխատակարգային նիստ, այնտեղ իրավանորմերի մեկնաբանությունը, բացած շուտ բաներ են խոսում, հա, ու այնտեղ տենց քնա, այսինքն դա պետք է լինի ոչ սովորական նիստ։ Հիմա որ նայում ենք ՍԴ նիստին, ինքը սովորական նիստ է։ Հասկանում ես, երբ որ ինքը սովորական նիստ է, այդ սովորական նիստի ժամանակ Սամվել Կարապետյանի առաջարկը չի կարա կյանքի կոչվի։ Դա կարա կյանքի կոչվի, թե կա ճնշում։ Եվ ես ասացի, քանի որ դուք փողոց չունեք, իմ լայվի մեջ փողոցային պայքար չկա, գոնե քաղաքական տեքստ ձևակերպեք։ Հետևյալը, ու առաջարկեցի, որ հայտարարեք, որ եթե սահմանադրական դատարանը չնշանակի երկրորդ փուլ կամ անվավեր չճանաչի, մենք մանդատները չենք վերցնելու եւ վիճարկելու ենք այս պարլամենտի լեգիտիմությունը, պարլամենտ ոտք չդնելով։ Հետևաբար, այդ պարագայում նայ մանդատները ոչ մեկին չեն կարա տան։ ԿՀ մանդատները բաշխում է, քոննա, տվելա քեզ։ Դու չես վեկալում, չես գնում պարլամենտ, բայց քոննա, ԿՀ-ն բաշխել։ Չեն կարա վերցնեն տան Պողոսիկին։ Հասկացար։ Քանի որ ընդդիմությունը ուզում այդ մանդատները վերցնի, ցեցին դու էր ասել, որ կվերցնեն, կտան, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյանին, Արման Թաթոյանին, Արման Բաբաջանյանին, ես շատ գիտեմ ում կտան։ Դրա համար մենք գնանք վեկալենք, բան։ Բնականաբար դա սուտ է, կեղծիք է, բայց պետք է նմանատիպ քաղաքական կոնտեքստ դրվեր շրջանառության մեջ։ Բայց բնականաբար այդ եթերը բոլորը դիտեցին եւ ինչ արեցին, ոչ մի բան։ Քննարկեցին Էդգար Ղազարյանի կամ չգիտեմ ես Սիմենում փոխոսնակ լինելու հարցը։ Այսինքն անգամ քաղաքական ձևակերպում չկա, քաղաքական տեքստի մակարդակում, հա որ ճնշում լինի։ Որ ՍԴ-ն մի վարքյան, ՍԴ-ն որևէ դատավոր իր գլխի մեջ sense մի հատ sense բան, ակնթարթ վարքյան չէ։ Մի հատ ակնթարթ մտածի որ արա կարող է երկրորդ փուլ տնենք։ Հա։ Հասկանում ես։ Այսինքն այս ամեն ինչը քաղաքական գործընթացներ է, որից պետք է հասկանալ ինչ անել կամ ինչ չանել։ Հիմա եթե ընդդիմությունը sense դες դալու մանդատները վերցնի, հետեաբար ճանաչելու է լեգիտիմություն այդ պարլամենտի մանդատ վերցնելով։ Այս դա որևէ դատավոր ինչի համար պետք է գնա ռիսկի երկիրը մտցնի երկրորդ փուլի կամ նոր վերակվեարկության մեջ։ Կարած բացատրես։ Իմաստը։
միլիարդավոր դրամներ դնեն պետբյուջեից, առանձնացնեն, երկիրը նույնիսկ մտնի ընտրական process-ի մեջ, ցնցումներ, որ ինչ։ Չի անի։ Ճիշտ է։ Բայց մենք էլ ասում ենք, թե որ պարագա է մեր հնարավոր, որ գոնե մի ակնթարթ մտածեին, որ կարող է անի։ Հիմա չի անի։ Առակը ինչա ցուցանում, որ Հայաստանում իմաստ չունի իշխանապողության հայտ ներկայացնել, եթե չունես ուժեղ փողոց։ Ավելին, իմաստ չունի իշխանապողության հայտ ներկայացնել, եթե քաղաքական գործընթաց չի դա։ Այս ընտրությունները նախընտրական եւ հետընտրական ամբողջ փուլը քաղաքական գործընթաց չի եղել։ Չի կարելի ֆուտբոլ խաղալ, եթե չես սիրում ֆուտբոլ։ Հա, այսինքն չէ, կապ չունես, ասենք ֆուտբոլիստ չես, լավ, ֆուտբոլիստ չես, եղբայր։ Գոնե լյուբիցել չես, ճոգի, ոչ չեմ ասում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Լյուբիցել գոնե չես ֆուտբոլի, էլի, քեզ խաղում այդ ֆուտբոլը չգիտեմ։ Ըտե նայ, շատ բան է, էլի կախված իրանցից։ Որտեւ իրանք եթե նման հայտարարություն անեն, Քոչանի ֆրակցիան չի կարա մանդատ վեկալի։ Տոտալ կփչանա։ Քոչանի ֆրակցիան ինչ անում, ասում խոշորը իրանք են, իրանք ինչ որոշեն։ Որոշեն չվեկալեն, չեն կվեկալի։ Վեկալեն, կվեկալենք։ Գցել են դրիվ նրանց վրա։ Եվ այդտեղ մեծ հարց առաջանում։ 3 խոշոր ընդդիմադիր ֆրակցիաներով պետք է մտնեիք խորհրդարան, ըստ ձեր նախնական պլանի։ Միավորվեիք ու կրեիք Նիկոլին։ Անկամ եթե երրորդը անցնում է, ԲՀԿ-ն, էլի չեք կարում Նիկոլին, դա փակված թեմա է, բայց այդ երրորդին նման ապօրինի ձևով դուրս թողելուց հետո ինչ քաղաքական face-off, դեմքով պետքա գնան մանդատ վերցնեն, կարաս ասես։ Եկ կողքից կողատպարությունա թողնում, թե մենք տենց համերաշխություն չենք դրսևորում եւ թիրախավորում ենք ընդդիմությանը, չէ։ Ուղղակի ափսոսանք ենք ապրում եւ մեծ ցավը պատճառում են փաստը, որ իրանք գլինը ռուսերեն ասեմ, պրասրած արեցին ամեն ինչ։ Պրասրած արեցին ամեն ինչ։ Ու նաեւ գիրական ասում են պրասրատ արի։ Պրասրատ արեք, հա, կներեք արտադրությունից համար, որտեղ իսկապես դա է այդ բառն է, այդ բայնա բնութագրում, վուլգար բայնա բնութագրում, հա։ Եվ նաեւ նյարդային ասում է իրանց այդ բանն է, էլի, այդ մարտնչող ինքնավստահությունը, այդ բանը էլի այդ կեցվածքը, հանդուգան, դուք ով եք, մենք եկել ենք հեսա վարի ենք տալու, քաղաքականության էությունը փոխելու ենք, մտնում ենք քաղաքականություն առանց քաղաքականություն մտնելու։ Մենք չենք ուզում ձեր պես լինենք, դուք սխալ եք ապրել։ Ու տենց, եւ հիմա ունենք այն ինչ որ ունենք եւ դա մեծ ցավ է պատճառում, նաեւ նյարդային ասում է։ Այս իրավիճակը, որտեղ բանից պարզվում է, որ մի բանան մենք ենք մեղավոր, որ ամեն ինչ sense եղավ։ Բանից չի կարա այդպես բան պարզվի, բայց ուրիշ բան եմ ուզում ասել։ Լավ, օրինակ խի պետք է մենք ունենանք սիմպաթիա։ Հələ մի հատ հարցը քննարկենք։ Այ մենք տոտալ թիրախավորել ենք ամբողջ նախընտրական մի տարին կամ 2 տարին, ինչ էս ոդկասթը կա լավ, էս ոդկասթի մասին խոսանք։ Իշխանություններին եւ անդադար խոսել են ընդդիմության մասին, թե ինչա պետք անել, որ կրեն։ Ընդդիմությունը այլա տոտալ հակառակը։ Ասել ենք լավ, դե մի բան գիտեն, բայց գիտեն կրոշի, բան չգիտեն, բայց ամեն մարդ իր ճամփով է գնացել։ Հիմա ունենք այս արդյունքը։ Հիմա եթե այս արդյունքը խորքային իմաստով կարպիս, թե պետք սիմպաթիան որն է, եթե այս արդյունքը խորքային իմաստով մենք չենք դնում վեկալում, sense կետ առ կետ չենք բանանում դետալավորված քննարկում, մենք ունենալու ենք 28 թվի Երևանի ընտրությունների նույն արդյունքը, մենք ունենալու ենք 31 թվի խորհրդանական ընտրությունների նույն արդյունքը, ու մենք անդադ ունենալու ենք այս նույն արդյունքը։ Ինչքան կարանք մենք աչք փակենք, ասենք լավ դե ոչինչ, քանի որ ընդդիմադիրներ ենք, բան ես օրինակ սկսել եմ մտածել, որ ես չեմ ուզում բանը, այդ ընդդիմադիր բանը գործընկերության կոնտեքստը դիտարկել համահարթեցված։ Չեմ ուզում եղբայր։ Հիմա բացատրեմ թե ինչ նկատի ունեմ։ Հիմա ասենք ընդդիմադիր կա, ասենք մի 6 միլիոն դոլարի գույք ունի, ու ոչ մի ձևի չպարզ չի որ դուզունի այդ գույքը, որտեղ տենց մի 10 տարի շանսյան մեջ եղի կամ մի 15, չէ։ Ու ինքն էլ անդիմադիր դուել։ Տենց մեծ խոսում են, բան, տենց այո, այս իշխանությունները, բան, տենց իրանց քաղաքը, իրանց գյուղը, իրանց տարածքը, սա գիտեն այդ մարդնովա։ Խիա ինքը միլիոնատեր։ Ու ինքը տենց պայքարում, ինքը իր գույքի մարա պայքարում։ Իր փողի մարա պայքարում։ Ու ինքն էլ անդիմադիր, դու ես անդիմադիր։
Եղբայր մինչև 6-5 չլինի, չզատվի, որ մարդկանց աչքին տարբերություն լինի։ Ոչ մի բան հնարավոր չի անել։ Կոնկրետ Նիկոլի իշխանության դեմ նկատի ունեմ։ Խի որտեվ այդ իշխանությունը գալիս է վերջի րոպեին կանգնա ժողովրդի առաջ, ասում են ժողովուրդ ջան, ֆիքսենք, էլի մի րոպե։ Մենք եկել ենք այս թալանչիների դեմ պայքարի համատեքստում, այս 8-9 տարի է պայքարում, մենք լավ չի ստացվել, կներեք մեզ, մեզ մի հատ է մանդատ տվեք ու ամեն անգամ ժողովուրդը մի հատ է մանդատ տալի։ Հասկանում ես կարծես, խի որտեվ օպոզիցիան լղոզում է, եղբայր լղոզում է, լղոզվում է, բան սաղ նույնն են, բան սաղ է տենց, բան Ղարաբաղը հանձ ու այդ հենց այդ պահը գալիս է, չէ՞, սկսում են Ղարաբաղը հանձնել են, բան Ղարաբաղ, ախպեր մի հատ այդ Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ։ Այդ ձեր նույն ԶԼՄ-ները ամեն երրաբլուր այցի օրը մեծ խոսակցությունը դե բացվում է այն մարդկանց հետ, ովքեր այլանդակ սխալներ են թույլ տվել։ Սկսած Ղարաբաղի այն էլիտայից, որը միստե է, այդ հրաման ստորագրող լուծարելու մասին բան։ Ջոմս իրանց տենց հարց չկա։ Այդ հարցով գալիս են ինձ են հարցնում օրինակ։ Ղարաբաղը բան տենց, Ղարաբաղ բան։ Հա։ Ու դու տենց ախես ամեն ինչ կեղծած է կարպիս։ Ամեն ինչ կեղծիք է, եղբայր ուզում ես կեղծիքի մեջ կեղծած։ Որ ասում ծուղ երկիրա չեք հավատ։ Հա ծուղ երկիրը եղբայր, բայց ծուղ երկիր չի։ Ես այդ ժամանակ եղել եմ հատուկ հանձնարարությունով դեսպան։ Արայիկ Հարությունյանին 3 անգամ խնդրել եմ տարբեր առիթներով, որ հանկարծ հրաժարական չտա։ Ոչ մի կոնֆիգուրացիայում հրաժարական չտա։ Մի դեպքում ինքը կարող հրաժարական տա, թե իրան սպանեն, գնդակահարեն ընդ իրան։ Չլինի ինքը նախագահ էլի։ Խի որովհետև այդ նոյեմբերի 9-ի ստատուսի մեջ չի կարող լինի նախագահական ընտրություններ Ղարաբաղում։ Հասկանում ես, պրոստը չի կարող։ Ու Հայաստանի մի ամբողջ սեգմենտ աշխատում է այդ ուղղությամբ, որ այնտեղ լինի փոփոխություն, այո, որ իշխանությունը փոխվի, բան այնտեղ Ադրբեջան զանդաթար ասում են, ախպեր հենց այնտեղ ընտրություն եղավ, մենք մտնելու ենք։ Չի կարող լինի այդպես բան։ Դե կանամ քննադատել այդ։ Հասկանեմ ես, ասենք ու այդ մարդիկ մեկել է, որ այդ ցախ process-ը կազմակերպել է, իրանց ԶԼՄ-ները բացած, իրանց կողուկշտի, գասեն որ դուք Ղարաբաղի հանձնման ժամանակ, ոնց է անասուն տեքստեր։ Արա ինչ եք խոսում, արա։ Դուք պետք է ասենք, բանը գեդինը փորեիք մտնեք մեջ։ Բայց ոնց է Արցախի վրա թքած ունեն, հա, այդ կուտոկները։ Արա ոչ թե ոնց որ թե եղբայր ասեք, այդ մարդիկ ցենտր սաղ ապսակ նորմալ է։ Այդ Արցախի թեման բացում ա, ես որ պահին։ Հենց իրան ասում ես, ապես 200,000 դոլարով ջիպը որտեղից։ Ինքը ասում է Արցախը հանձնել եք, դες բաներ ա խոսում։ Ուտեղ իրանք մտնում են process-ի մեջ, ժողովուրդը գնում է Նիկոլին ընտրում։ Всё։ Ես ապե իմ անալիզը սա է, ինչ ուզում եք արել։ Եվ ժողովրդի համար զուգահեռ արժեզրկվում է Արցախի հարցը։ Ոչ միայն, լսի ուշադիր։ Արցախի հարցն էլ է արժեզրկվում։ Ազգային ամեն ինչ, հա։ Ով որ օպոզիցիոներ է դառնում, նույնն է, որ սաղը թալանչի եք բան։ Ասենք դուք ասենք որ թալանչիներ դառնեն օպոզիցիա, դու ավտոմատ դառնում ես իրանցից մեկը։ Իրանք չեն կարող դառնան քո նման։ Խի որտեվ իրանց հետ համեմատած դու փոշի ես։ Ես հասկանում ես։ Մի հատ նախադասություն ասեմ, շարունակեք։ Ես մի գիտակցաբար։ Իրանք փողով գլխիդ կտան կգնես, ասենք այն կողմ, ասենք։ Այդ եմ ասում։ Փողի վրա կնստեն, քեզանից բոյով կլինեն։ Այդքան փող ունեն։ Ինչ են քննարկում։ Գիտակցաբար ես քիչ եմ խոսում, որ մատ հասկանանք Պարոն Մարուկյանը գիշերները ինչ է մտածում։ Ես գիշերները ֆուտբոլ եմ նայում, Պարոն Մարուկյանը մտածում է։ Լավ, բայց մի հասկանանք էլի։ Այդ մարդիկ ինչ որ ասում եք ունեն Նիկոլը ունի իշխանություն։ Հայաստանում իշխանությունը շատ հիերարխիկ է եւ ամենակարող, եթե ով տիրապետեց, ամեն ինչը տիրապետում, բայց զուգահեռ այդ ընդդիմադիրները ունեն շատ փող, բոլորը ապահոված են, միլիարդներ, միլիոններ։ Կարծես իրանք ունեն իշխանություն։ Իրանք ունեն այլանդակ շատ մեդիաներ, այլանդակ շատ լրագրողներ, էքսպերտներ, փորձագետներ։ Մենք ինչ անենք, մեր ունեցածը էս գրիշնա, էս սեղանն է, ուրիշ ոչ բան չունենք։ Լավ հարց ես տալիս։ Էս միկրոֆոնն է մեկը։ Շատ եմ մտածել դրա շուրջ։ Չի լինի որևէ կողմի հետ չհամագործակցել ոնց որ թե։ Այ շատ եմ մտածել սրա շուրջ եւ ուզում եմ ասել հետեւյալը, որ Հայաստանում հակաիշխանական դաշտում դա օպոզիցիոն չէ, կան իմուքու նման հազարավոր մարդիկ, ովքեր ուղակի հոգնել են այս սևի ու սպիտակի մեջ եղած ու իրանց անդադար կամ սպիտակների մեջ բրթելու կոպիտ ասած էլ այդ ճակերտավոր կամ սևերի մեջ բրթելու կոնտեքստում, չէ՞։ Եվ իմ ընկալումն է նա, որ պետք է ինչ-որ պայծ գիծ քաշել։ Որովհետև տես 8 տարի անց փորձ արվեց այս ընտրություններում
բան անել, տենց համերաշխ սուսուփուս տենց մտնել process-ի մեջ, որը բերեց տոտալ կործանման եւ ֆիասկոյի։ Այսինքն նայ այդ ուժերը, այսպես կոչված, ոչ մի ձևի չուզեցան քայլեր անել, որը կբերեր փոփոխությունների, ոչ մի ձևի։ Իրանք օրակարգով են, ասես, իրանք օրակարգը օրակարգի հետ կապ չունի, եղբայր։ Քու օրակարգի հետ կապ, դու ուզում ես փոփոխություններ, դու ուզում ես Նիկոլին փոխես, իրանք օրակարգը լրիվ ուրիշ է։ Բացարձակ ուրիշ օրակարգով են process-ների մեջ։ Ու այդտեղ խզում առաջանում։ Այդտեղ ես ու դու ամեն գյուղ քաղաք որ մտել ենք քարոզարշավի ժամանակ, մեզ մարդիկ բաներ են ասել, որ պրոստը ասենք ասեմապես կա 21 թիվն է։ Ու սկսել եմ հասկանալ, որ 21 թիվը շավ կրկնվում է։ Ասենք մարդը որ տեսանք որ մեզ ասում էր կուզեի ձեզ ընտրեմ, բայց Նիկոլին եմ ընտրել, ասում խի ախպեր, մեզ ընտրի էլի, հոպար ջան, բան տենց համոզում ենք, բացատրում ենք, քաղաքագիտական տեքստեր ենք ասում, թե մենք չիլնեմ, բանը մարդկային տեքստեր ենք ասում, թե մենք չիլնեմ, բան ասում, վախում եմ սրանք հետ գան։ Դրա համար գում եմ Նիկոլին ընտրեմ, որ չկրվի։ Այսինքն այդտեղ ինչ անես կարող։ Գնացեք կրեք ախպեր։ Պատի եմ բախվում ես, տենց տեքստերի եմ երբ որ հանդիպում, որովհետև հիմա որ սկսես խոսալ, դուրս է գալիս թե նրանց ես պաշտպանում, որ պետք է հետ գա։ Ապրես դեմի հետ է։ Ես չեմ ուզում որ նրանք հետ գան։ Դե դու չես ուզում նրանք հետ գան, այդ մարդն էլ չէր ուզում, դա համար ինքնությունի արդյունքները սա է։ Կյանքից 10 տարին վատնել եմ, անկեղծ։ Կարա լույս հիմնադրամով դիմեի գնա, չգիտեմ, միտեղ սովորեի, ուրիշ կարիերա լրիվ անեի, 10 տարին վատնել եմ, որ Սերժը գնա։ Հիմա ուզում եմ Նիկոլը գնա, քանի որ մի 8 տարի է տես։ Արցախը կերել է։ Հիմա ինձ երբ որ մարդ քաղաքացուն ասում արի օգնի Նիկոլին հեռացնենք, ասում է Սերժը կգա։ Ես հիմա ինչ ասեմ այդ մարդուն։ Դե մասը քեզ եմ ասում։ Մեր սերունդը կարպիս։ Ես երանգ համետ էի ասում որ բավականին արձագանքներ կան նախորդ ոդկասթից, որ մեր սերունդը, ասենք մեր սերունդը ինչ նկատի ունենք, էլի մեր սերունդը կա, մեր սերունդը կա։ Մեր սերունդը, որը որ նախորդ ռեժիմի ժամանակ չի դարձել դոլարային միլիոնատեր, այսինքն չի թանանել իր ազգին, որևէ բանով ներգրաված չի եղել, այս ռեժիմի ժամանակ էլ չի ներգրավել դարձել բան, այն հավատացյալ սրբապիղ չի դարել։ Հա սրբապիղ չի դարել, ասենք ցեղասպանությունը չի կարող ուրանա, էլի, չի լինում, ասում եմ, չեմ կարող ուրանամ։ Ցեղասպանությունը ասում են, դե ախպեր, դու չես կարող մեր հետ լես գնա։ Դի ուրանաս, հա, դե գնում ես։ Ու այդտեղ այդ սերունդը կարբիս, այդ երկուսի մեջտեղը կեղեքվում է։ Սրբապիղ Ինչ անի, ասի արտագաղթի, ինչ անի։ Որտեվ այս կոմից պայքարը մա դուսա գալի ինչ որ մեկի փողերի մարա պայքարը, այն կոմից է խոսում դուսա գալի որ ինքը բանա, Արցախը հանձն է։ Սրբապիղների եւ թալանչիների միջև ենք ապրում։ Այո։ Պայքարը սրբապիղների եւ թալանչիների միջև է։ Չունի լսի։ Լենինը դեռ Լենինի ժամանակվանից մարդկության մեջ դեռ ոչ մի անգամ ավելի ուժեղ բաժանում չի արվել, քան դասակարգային բաժանումը։ Դու ինքդ որպես պատմաբան խորացի։ Չի մարդկությունը ուրիշ բաժանում չի ունեցել, միշտ era դասակարգային։ Հիմա ի՞նչ է տեղի ունեցել։ Էրդողանն էլ ասենց իշխանությունը պահել է։ Քանի տարի իշխանությունը պահում է։ Պարոն Մարուկյանը մարքսիստ է դառը։ Իր ամբողջ պայքարը ինչի մասին է եղել։ Էլիտայի դեմ, որպես օպոզիցիա եկել է էլիտայի դեմ, կրել է։ Իշխանությունը շարունակում է դեռ էլիտայի դեմ պայքարել։ Իրանք ովքեր են պահում։ Սաղ գյուղական ռեգիոնալ բնակչությունը եւ մերժում են քաղաքները միշտ։ Ինքն է քաղաքների քաղաքապետին նստացնում է անդադար Ստամբուլի քաղաքապետը նստում է այնտեղ։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Նույն բանը ես տեսնում եմ, որ անում է Նիկոլը։ Ինքը լինելով իշխանություն էս պահին, ինքը նաև խաղում է անդիմություն։ Որը չկա անդիմություն, ասես չկա անդիմություն։ Քաղաքասարակությունն է խաղում։ Արա ոչ միայն քաղաքասարակություն, ինքը բաները ասում, ասում է դատավորը կա շարքավեկալի բաց թողեմ։ Ինքը 9 տարի է վարչապետ է։ Ասում է Գագիկ Ծառուկյանը ոնց կարա ծրի արդարացվեր։ Փող եմ եկալի։ Ուսես գորմա։ Ինքն է վարչապետը, էլի ասենք, ում ասեմ, ոչ ում ասեմ, ով պետք է այդ հարցով զբաղվեր։ Ինչ փող, ինչ Գագիկ Ծառուկյան, ինչ դատավոր, հասկանում ես, մարդը ուղղակի կախում, ասում ես մարդն ով է մեծ ջոգենք, ինքը մինչև ճաշը ընդդիմությունը ճաշից հետո վարչապետը կիսատ, ինչ անում ես մարդը։ Ամեն ինչ է, անդիմությունը, հասկանում ես, այդ ֆորմատի մեջ ինքը շարունակում է կարպիս դասակարգային պայքարը։ Ինքը քյասիբներին ասում, արա ես ձեզանից մեկն եմ պերաշկի ուտողեմ, ես ձեր պերաշկի ուտող աղբերն եմ։ Այդ ընթացքում ֆինանսաբանկային համակարգը կեղեքում է այդ քյասիբներին, ինքը պահում է այդ համակարգը, բայց վիզուալ երևացող հատվածը ինքը պայքարում է
բանի հարուստների դեմ, ում ատում են աղքատները։ Եվ ընտրությունների ժամանակ ինքը դուսա գալիս, ասում աղքատներ ջան, նայեք, հարուստները գալիս են, ձեզ կեղեքելու են։ Ամեն գյուղում, ամեն քաղաքում այդ աղքատները տենում են, որ իրանց նախկին կեղեքիչ գյուղապետը կամ քաղաքապետը կամ ես իմ դրա փեսեն, տղեն, ես իմ ovը, այն հակառակ թևի ցուցակը, հա, ջոգիր, կարպիսը չի փաշրան, նրանք են։ Ու ինքը գնում է թարս քվյարկում ավսո։ Դե որ ես ասում եմ Հայաստանի ինքնության կենտրոնում, ոչ այդ ինքնություն եզրույթը մեր շատ սխալ են հասկանում, անպայման ինչ-որ ստրուկտուրալ են պատկերացնում ու անպայման պատմականացնում են։ Ես ասում եմ, այս փայլությամբ մեր ժողովրդի ինքնության կենտրոնում դասակարգային ատելությունն է։ Ու դրա հիման վրա է ճյուղավորվում, դասակարգային ատելության հիման վրա է ճյուղավորվում այդ քաղաքական գիտակցությունը, որտեղ մակաբուծվում է Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանի զուգահեռ մակաբուծվում է ընդդիմության մի թևը, որը Նիկոլ Փաշինյանից տարբերվում էր որակապես տրամաբանության, բայց էլի աշխատում է Նիկոլ Փաշինյանի էլեկտորատի վրա, էլեկտորատ, որը նույնպես օժտված է դասակարգային ատելությամբ։ Հա, նկատի ունես օրինակ Սամվել Կարապետյանի նկատի։ Չէ, Նիկոլ Փաշինյանի դաշտում աշխատող ընդդիմություն։ Սամվել Կարապետյանի նկատի ունեմ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ է խոստանում։ Սոցիալական արդարություն, կուլակաթափ, բարիս բուն իմաստով կուլակաթափ։ Տերորի ճակերտների մեջ տերորի միջոցով սոցիալական արդարության հաստատում։ Բա որ ասեմ դասակարգային է, խես ասեմ մարքսիզմը։ Դա կատակ է անում, մի րոպե, բայց Մարքսը Հա, չէ, ուզում ասեմ։ Մարքսը մեր մեծ ուսուցիչն է, ամոթ չի իրան ցիտել։ Հա, դա լուրջ եմ ասում։ Իսկ Սամվել Կարապետյանը չի ասում տերորի միջոցով սոցիալական արդարություն, ասում է բարեգործության եւ բարեգործության միջոցով սոցիալական արդարություն հաստատենք։ Երկուսն է պոպուլիզմ է։ Եվ երկուսն էլ հակաքաղաքատնտեսական է։ Եվ մեծ հաշվով երկուսն էլ հակապետական է։ Okay։ Խիա այդ երկուսի մեջ կրեմ Նիկոլը։ Դավելուցի։ Խի եղբայր խիա կրեմ Նիկոլը։ Խիա Նիկոլը վարչապետ։ Անցած մեր ոդկասթի գլխավոր գրերից էր դա։ Նախ որտեվ ով է պատասխանատու։ Որտեվ արդեն իսկ ինքը վարչապետ է այդ մեկ։ Չէ, հասկացա, դա ինչ։ Սերն էր վարչապետ։ Դա արդեն շատ լուրջ մեկնարկային առավելություն է տալիս։ Երկրորդը ընդդիմության կոպիտ սխալները։ Նայ, այն բան ֆիքսենք։ Հարցը հետեւյալն է։ Արդյոք 26 թվականի պարլամենտական ընտրություններում բան համընդհանուր հայկականը միավորված ընդդիմությունը հնարավորություն ուներ իշխանապողության։ 1000 անգամ ասել։ Այո, ոչ, ուներ թե չուներ։ 1000 անգամ ասել ենք, հա։ Ուներ։ Չի եղել իշխանապողությունը կարծես։ Ով է մեղավոր, ոնց է եղել, որ չի եղել։ Նայ, եթե այս թեմայի վերաբերյալ դասեր չեն քաղվելու, ես պնդում եմ 2031 թիվը կրկնվելու։ Հիմա լսի, գիշերը ես Վիեննայից գալիս էի եւ դա չի ստացվում քնել ինքնաթիռում, բան էի անում։ Ուզում էի iPhone-ս թեթևացնեմ, էլի։ Ու մեր ոդկասթից բազմաթիվ կտորներ փորձում էի ջնջել, որտեղ անկապ մնացել է iPhone-ի մեջ։ Ու կտորներ կան, որ չէի ջնջել։ Ասեցի նայել այդ կտորները, ասենք 24 թիվ։ 24 թիվ 2024 թիվ։ Ես խոստանում եմ քիչ-քիչ կգտնենք։ Ես ու դու դե խոսում ենք, որ ընդդիմությունը պետք է սենց անի, որ Նիկոլին կրի 24 թիվ։ Դու 25 թիվ ու անընդհատ խոսում ենք։ Ու կանխատեսում ենք ինչա լինելու։ Բոլոր եթերներում կանխատեսում ենք, որ եթե սենց շարվի, սենց կլինի, եթե նենց շարվի, նենց կլինի, եթե այս ում համար ենք խոսում ենք։ Ում համար ենք էս անը։ Մեր իրանց, բայց ես մի բան ասեմ, որ դասեր քաղելու մասին խոսեցիք։ Հəլոս իմաստ չկա դասեր քաղել։ Հա։ Այս փուլը մենք անցանք։ Չէ, օքեյ, փուլը վերջած ավարտված է։ Դա մայս դե որոշում բան է հետարքից չի։ Ավարտված է։ Այդ փուլի դերակատարների, առանցքային դերակատարների աստղը խամրում է։ Այլ քաղաքական լուծումներ է պետք։ Եթե ինչ որ մատ արտարոց մի բան տեղի չունենա։ Ես մը դժվար եմ կանխատեսում արտարոց մի բան, բայց մարդը կավա տեղի ունենա։ Բայց ինչևից է, էլի չբացառենք ոչ մի բան, բայց այս պայուսությամբ գնում են դեպի անկման, նոր բան է։ Պետք մտածել եւ այս մատնած միտք ուղղակի ասած գցեմ քննարկմանը անդադ խոսվել է դուք էլ ասացիք որ վերջին մի քանի տարիներին անդադ խոսում ենք ընդդիմության միավորման մասին եւ հարցադրումը ասած դնեմ իսկ միգուցե պետք չի միավորվել եղբայր հիմա եկել ենք հանգե մի հատ կետի որ
մեր այդ քու պատկերացած ընդդիմությունը, որ եթե ուզում ես դու սիմպաթիա ունենաս, ոնց ասեցիր, սոլիդարություն ունենաս, չգիտեմ, համերաշխություն ունենաս, այդ ընդդիմությունը քո հետ չունի համերաշխություն, սկսենք այդտեղից, չունի քո հետ համերաշխություն։ Այս մեկ եւ երկրորդ, այդ ընդդիմության հետ համերաշխությունը չի բերելու իշխանափոխության, որովհետեւ ժողովուրդը համահարթեցնումա իրան երկար տարիներ կերեքողներին ու քեզ իրար հետ։ Իսկ դու այդ մարդկանց հետ կապ չունես, ոչ ես, ոչ այն մեկ։ Դու այդ ժամանակներին պայքարես իրանց դեմ։ Ոնց կարան քեզ համահարթեցնեն։ Չի լինելու եղբայր, չեք կարա դուք լինեք իրար հետ։ Դուք բան եք, անգլերեն լավ բառ կա, incompatible։ Անհամատեղելի եք։ Չեն կարող համարտեսնել։ Okay, չէ, ընտրական process-ը համարտեցվում է։ Հա, բան չես։ Մերժում է ինքը, ոբշի մերժում, ասում եմ դավայ ստեից։ Լավ, ազնիվ խոսք, եթե խափում եմ ամոթիլին, ստեղ գալուս, Չխափես։ հա, տաքսիով եմ եկել, որ պարկինգի խնդիր կա, քաղաքը գժանոց է։ Հելացի։ Տաքսիստին չասան։ Արա ասում եմ, բայց դե մարոկյան քասիբա։ Դա դիտարկելով մեր գլխավոր խնդրեմ, այսինքն մենք ուժ չունենք պայքարելու համար։ Okay, բանն էլ հարուստ է, Գագիկ Զարուկյանը ուրա պայքարը իրա։ Կհեր հրավիրե ժողովրդին, որ իր մանդատների համար պայքարին ինքը չէր եկե։ Կոնկրետ, ինքն է հարուստ է։ Ախր տաքսիստը չի ուզում հասկանա, որ քասիբները անխոցելի են, հարուստները խոցելի։ Սամվելն էլ հարուստ է, Քոչանն էլ է հարուստ։ Բայց մարդ ասում է մեր ժողովրդին փողն հայտակրքիր։ Շատ լավ, բա խի չեն բերել իրանց իշխանության։ Okay, Նիկոլն էլ է որպես քասիբ խաղում։ Խի չեն հարուստներին բերել Որտեվ իշխանության։ Նիկոլ քասիբներին փող է տալի։ Տաքսիստը ճիշտ կրներ կարպիս օրինակ։ Եթե այս ընտրություններով 3 այդ խոշոր ուժերը հավաքեին իրար հետ 56% եւ ձևավորեին իշխանություն։ Կլինի այդ աղմակը հարույց բան ասեմ, թե Նիկոլ Փաշինյանը ինչի հաշվին է պարազիտանում եւ ամենայն անբարոյականությամբ հիմնավորում մեր ազգային հարցերի ձևախեղումը կազմակերպումը, որտեվ իրենց առաջ Հայաստանը մեծամասամբ սրիկաներ են կառավարել։ Ասեմ ինչի։ Բայց քո ասած սրիկաների ոնց է ուզում ընդդիմություն բանան, այս խաղաց գազ փոխես։ Գեղարքունիքի մարզում պարտքով անում, պարտքով չի անում։ Մարդկանց համար մանկապարտեզներ է կառուցել։ Այդ ինչ-որ խուլ գյուղերում կանգառներ են կառուցվել, ասֆալտ արել։ Հիշում ես այն կանգառը որ տեսա։ Չասեմ լավ գյուղի անուն։ Հեռավոր մատ Գեղարքունիքի մարզում գյուղ։ Հիմա սրիկաներ, մի բանը դու կանեիք, արա այդ գյուղերը լուսավորեիք, ասֆալտ անեիք, որ երկիրը պոպուլիզմի զոհ չդառնար։ Իրանք էլ ասում են Ղարաբաղ ենք պահում։ Այդ հավատանեմ Ղարաբաղը պահելը ինչ կապ ունի։ Դե չունի, մի տենց են ասում։ Դա իրանց արդարացումն էլ է դա։ Այսինքն Ղարաբաղը ինչով էր խանգարվում, որ Գեղարքունիքի մարզում անկապարտեզ վերանորոգվեր։ Ղարաբաղն ու Աստանովկեն բան են եղել, հասկանում ես, հակադրության մեջ են մտել, ասենք հայկական абսուրդ իրականության մեջ կարպիս։ Սա էս, արա, էս չգիտեմ, ես բայց դուք հասկանում եք, իրանք էլ են հանցագործ այս առումով, որտեվ չի կարելի ախր ազգային հարցը հակադրել մարդկանց բարեկեցությանը, մարդիկ կյանքը մի անգամ են ապրում։ Եվ մարդկանց ասում են դա այսպես է։ Հա, եւ դու մի կողմից դու լավ ես ապրում, լավ ես դիրքավորվում, ինչ որ պսևդո էլիտա ես, բայց մարդկանց է ասում ես բանը, կա ազգային հարց, դու պետք է վատ ապրես, դու պետք է տառապես, պետք է հարկ տաս, ընտրությունների ժամանակ ես պետք է ծեծենք, ինչ ասենք պետք է անես, բայց տես ո՞նց հալում, տես չի լինում։ Դա չեղավ։ Դրա համար պարզվեց, որ այդ մեր ժողովրդի համար խորթարց էր Ղարաբաղի հարցը միգուցե։ Էլիտայի պարտադրած նարատիվ էր միգուցե, հա։ Դե Նիկոլա տանում է դրան, որ ինքը էլիտայի, KGB-ի, ռուսների, շեշմանը, մեսիմում պարտադրած նարատիվ, դա այդ դաշտ էլի, դա այդ դաշտ, տենց հանգիստ տեղավորել, հա, տենց հանգիստ տեղավորել այդ դաշտը, ու տենց բոլորը երջանիկ են եւ ուզում են դառնան ԱԺ փոխոսը։ Շատ մանիպուլատիվ իրականություն ենք ապրում։ Մարդ բերանը բացում է, ամեն կողմից կարան մեղադրեն իրականությունը անտած սև սպիտակա, բայց դա թքած։ Հիմա այո, մեծամասամբ Հայաստանում սրիկաններ են կառավարել։ Եղբայր որ սրիկաներ չկառավարեին, ոնց կար ժողովուրդը գետերի պես լցվեր փողոցները մերժեր դրանց։ Ոնց կարպիս։ Ու ոնց ես ուզում, որ այդ նույն ժողովուրդը նույն ձևի հետ բերի։ Արա ձև չկա պրոստը։ Չկա ձև։ Գոյություն չունի տենց ձև։ Ես դրա ման եմ քեսեմ, ես արդեն հաշտ չեմ։ Առաջը չէի հաշտ, բայց ասի լավ դե հայրենիքի հարցաբան պետք է մի քիչ փակել։ Ես հաշտ չեմ լինելու, որ
ընդդիմադիր գործունեությունը համահարթեցվի նույն այդ մարդկանց համատեքստում։ Ես հաշտ չեմ ախպեր։ Չեմ կարող տեղավորվեմ դրա մեջ։ Չի լինի տենց։ Չի լինի մեծ ձևի ընդդիմություն էլի։ Եվ չեղավ դրա համար չկա, փողոցային պայքար չկա, ոչ մի բան չկա։ Չի եղնում։ Հետո կլանայնությունը դու նայ, կլանային բանը նայ, կլանային համակարգը նայ։ Կամ իրանք են, կամ իրանց տղեկն են, կամ իրանց փեսակն են։ Կլանայինը հասկանում ես, ասենք չի կարա կլանային օպոզիցիա լինի։ Կլանային օպոզիցիային մերժում է իշխան ժողովուրդը։ Չի լինում կլանային օպոզիցիա չի լինում։ Բա լավ ինչ անենք։ Պետքա այդ քո ասած ոնց է սրբապիղսների եւ թալանջիների միջև գտնվող մարդկանց հետ աշխատանք տանել։ Լավ, էլի անկյունները կլորացնեմ։ Ոչ բոլորի նկատի ունենք, բայց հիմա ինչ արած, էտա։ Որը եղբայր, вообще ընդհանրապես Ղարաբաղը չկա, գլխների սարացածը Արևմտյան Ադրբեջանի հարցը, որը կձնագնի։ Ընդհանրապես ես քեզ ասեմ, հիմա այս Արևմտյան Ադրբեջանի հարցով, չէ՞։ Անդադար հայկական մամուլը նստած է ադրբեջանական թեզերի վրա եւ դա լուսաբանվում է, որ ահա ԱՄՆ կոնգրեսում քննարկում եղավ, ահա Լիտվայի ես շատ գիտեմ, Սեյմում էսա կարող ինչա դա տալի մեզ։ Ինչա դա տալի։ Այդ դուք եք կազմակերպեք քննարկում։ Դուք եք կազմակերպեք։ Ում հետույքով։ Հա? Ոչ պետությունը։ Պետությունը բարձրակառավարությունը չի անելու։ Նկատի ունեմ հայ քաղաքասարակությունը, հայկական քաղաքական էլիտան, հայկական սփյուռքը։ Դուք է արեք ախպեր։ Ինչ խնդիր կա արեք։ Ո՞վ է ձեր ձեռը բռնել։ Ադրբեջանի այս քաղաքականությունը կանգնեցնելու մատ ձև կա։ Դեռ պետությունը մատ Ադրբեջանին ատամ ցույց տա։ Պետությունը։ Չէ, պետությունը արդեն մենք ֆիքսել ենք, որ չի ցույց տալու։ Ադրբեջանը պետք է մատ ցավ զգա, հանգստանա, ինքը չի հանգստանալու։ Ինքը չի հանգստանալու։ Համամիտ եմ քո հետ, համամիտ եմ։ Բայց այ Ադրբեջանն ասում է, դա մենք չենք անում, պետական մակարդակով չի արվում։ Okay։ Մենք գիտենք, որ ֆինանսավորում են բանման, չէ։ Հիմա կարա Հայաստանում ոչ պետական մակարդակով կարպիս։ Հայաստանում, Հայաստանից դուրս, Սփյուռքում բանը։ Վերադարձ Արցախ կոնֆերանս կազմակերպվի։ Հայ ժողովրդի, բնիկ ժողովրդի իրավունքները եւ Արցախը, ասես վերնագրով։ Կարա, չէ, ասեմ կարա, չէ, ամեն օր մենակ տես կոնֆերանսներ են Ադրբեջանում ներվայնանան դրանից։ Ու որ ասեն բախի ալնում, ասեն դե դուք Արևմտյան Ադրբեջան եք։ Ուզում ասեմ ոչ մի բան չի արվում։ Ուսան ինչ որ վայ, վու, իրան, բան գալիս են, մաչեն։ Հա, խոսքի։ Կգամ, բա ինչ կանեն։ Գալու են։ Ու որ լիքը մարդ է, այտենց գծի մեջ է, որ մեր ժողովուրդն ուզում է դրանց հետ ապրի, մենք հանձնվում ենք։ Всё։ Դու ուզում եք գնացեք ապրեք, ախպեր, ես բան չեմ անում։ Բան մեր կետ գիծը կա։ Այդ գիծը կա, այդ հուսահատ է դոր։ Ախպեր, դու ուզում եք թուրքերի հետ ապրեք։ Գնացեք ապրեք, եմ որ sense մտամ ինչ որ մեկին իննատան։ Իսկ դուք խիեք քաղաքական էլիտա։ Եթե դուք պետքա նայ ժողովրդի վրա գցեք, ուզում եք ապրեք, դե գնացեք ապրեք։ Դες քաղաքական էլիտա չի լինում։ Ինչ դուր չի գալիս, թե ոնց են այս հարցերը քննարկման առարկա դարձնում։ Ոնց որ Զելենսկին ասուր իզոնի, ասի ուզում եք կրվեք ռուսներին։ Դե գնացեք կրվեք։ Տենց լիդերշիփ է ալնում։ Կամ Պուտինը ասի ուզում եք դրոններով ձեզ անդադ խփեն։ Է թող խփեն։ Չի լինում տենց։ Շատ հիմար ձևով են էլի այս հարցերը լուսաբանվում։ Մեր մամուլում հատկապես այդ ընդդիմադիրների կողմից, ընդդիմադիր գործընկերների կողմից ընդհանրապես որակը դուր չի գալիս եւ իրանք են իրենց կողմից արժեզրկում թեման։ Հա բա ինչ են անում։ Ամբողջությամբ արժեզրկվում է։ Ամբողջությամբ։ Հասկանում ես, ես ու դու քանի անգամ ենք խոսացել, որ դա երկարատև process է, դա քաղաքական process է, դա նես չի որ տենց գնացքներով բանով լցվելու են 300,000 հոգի գան, պետքա այդ թեման զգուշ հասեագրել, զգուշ դրա վերաբերյալ բան անել, ման չէ ախպեր։ Չկա հնարի դուրը։ Ես նաև չեմ ընդունում այդ կեղծ դիվանագիտական ակտիվիզմը։ Դիվանագիտությունը ինչ-որ բանի մասին պետք է լինի։ Նույնակ որն ակտիվիզմի ինչ նկատի ունես։ Դիվանագիտական ակտիվիզմ է։ Մեր մոտ դիվանագիտություն ասելով հասկանում եմ խոսել է մենակ։ Խոսել, հա, ինչ-որ մեկը հայտարարություն անում։ Դա ներկայացնում որպես մի դիվանագիտական լուրջ քայլ, բայց դիվանագիտությունը ինչի մասին է։ Դասագրքային ասենք, երբ քո մոտեցնում ես գործընկերոջ հետ մոտեցման հետ եւ ինչ-որ հարցի շուրջ կոմպրոմիսների հիմքի վրա կարողանում ես պայմանավորվել։ Բայց ոնց տեսնում ենք, մենք որևէ մեկի հետ ոչինչ չեն կարողանում պայմանավորվել։
Եվ մենակ հայտարարություններ ենք տարածում։ Դրա համար ԱԳՆ-ն օրինակ դու ասում ես այդ վաղուց ԱԳՆ-ն ոչ մի հայտարարություն չի տալիս։ ԱԳՆ-ն պետք է անվանափոխենք բանը, այն ժամանակ է այդ առաջարկում բանը հայտարարություններ տարածելու բան նախարարություն։ Լսես, ես ասեմ դա լավ ժամանակներ էր։ Այն ժամանակ գոնե ինչ-որ բան էր աս։ Օրինակ վերջերս 4-5 օր առաջ փախստականների միջազգային օրն էր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ամեն տարի այդ օրը հայտարարությամբ հանդես է գալիս։ Օրինակ Հայաստանում 150,000 փախստական կա։ Մեր ԱԳՆ-ն հայտարարություն չի անում դրա մասին։ Չէ՞ մարդու իրավունքների պաշտպանը, չէ՞ հայտարարություն թողանի անցնենք գնանք։ Դա պետք չկա պետական մոտեցում։ Անկամ եթե դու նայ պետական գիծը որն է Նիկոլի, որ չենք պահանջում վերադարձ, ինտեգրում ենք, չէ՞։ Okay, ախպեր, քու գծի մեջ Նիկոլ, ինտեգրում ես։ Մենք հայտարարություն արա, ասա ինտեգրում ենք 10,000 հոգու արդեն տվել ենք բնակարան, եւս 140,000 հոգու պետքա բնակարան, միջազգային հարությունից փող ենք ուզում, աջակցեք մեզ բան։ Արա մի բան ասա։ Գործ արա։ Քո գծի մեջ։ Նայ, չեմ ասում, հայտարար փաստականները իրավունք ունեն վերադառնալու եւ նրանք պիտի վերադառնան Արցախ։ Դա իր գծին հակասում է, չէր կարա այդ աներ։ Իր գծի մեջ է չի արել։ Չկա ապե, տենց իրանց մար բայեստ կեք։ Մեծագույն Կերեք խմեք քեֆ։ մեծագույն հանցագործությունն է Արցախում ապրողների եւ հիմա նրանց վերադարձ իրավունքը նույնացնել Հայաստանում ապրած ադրբեջանցիների հետ։ Երկու առանձին հարց է։ Երկու առանձին հարց է, բայց հիմա Նիկոլ Փաշինյանը ըստ էության երբ որ ասում մենք չասենք, Արցախցիների վերադարձ որ իրենք չասեն, ինքը նույնացնում է եւ դնում է նույն հարցության վրա։ Շատ լավ, որ չի ասում, ընդ էս չեն ասում։ Ասում են։ Այսինքն տեղել է սխալ։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինքնին արդեն լեգիտիմացնում է իրանց ասելը։ Նայեք, ես հիմա ասեմ, էլի մատես, ասում Նիկոլ Փաշինյանը ասում է մենք չասենք, որ իրանք էլ չասեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը նկատի ունի որ իրենք իրավունք ունեն ասելու։ Բայց իրանք իրավունք չունեն ասելու, որովհետև այդ մարդիկ բանը ամեն ինչը պատվով փոխհատուցումներ բանով թողը գնացել են ստեղից եւ վերադարձի ընդհանրապես թեմա չկա եւ առաջարկում եմ այդ մեր գործընկեր Տաթևիկը ճիշտ լավ է ասում որ վերադարձը չասենք իրանք չեն վերադառնում գալիս են դա վերադարձ եւ այդ գալը պետք չէ էլի տենց որ ծաղկավոր աղետ 21-րդ դարում տենց պետք չէ ամեն ինչ տենց մուկ եւ մոխրագույն եւ գորշ պատկերացնել ամեն ինչ լինելու է շատ գունավոր մենք չենք զգալու մենք միգուցե չենք տեսնելու եւ ուշ ենք տեսնելու եւ պարտադիր չի դա չէին եկե գերեզմանները բանին եկե ասում ինչ անենք պարտադիր չի դա վաղը լինի պարտադիր չի վաղը չմեսել լինի խոսքը երկարաժամկետ գործընթացի մասինա ես բազմիցս այս թեմայի մասին խոսել ենք փոքր այսա թերակղզին այսինքն Անատոլիան հյուսիսային Իրանը հարավային Կովկասը մի օրում իսլամիզացիա եւ թուրքիզացիա չի ենթարկվել Էրդողանը լուրջ գործիչ է ինքը գործում է նաև պատմության համատեքստում իրեն դիտարկելով որպես պատմության շարունակություն եւ նաև սերունդերին է դիտարկում որպես իր շարունակություն ապագա սերունդերին եւ ինքը դնում է այն սերմերը որը պետքա արդեն քաղեն կամ վերցնեն ապագա սերունդները պարտադիր չի այդ Արմենիան Ադրբեջան 300,000-ը տենց վուլգարացնել, պատկերացնել, չգիտեմ ինչ։ Որ եկուց գալիս են։ Չէ, դա մենք չենք նկատելու, դա ինչ որ մի օր լինելու է։ Կամաց, աստիճանաբար, առանց ցավի, առանց ինչ որ տառապանքի միգուցե, ինչ որ լինելու ան որ ասում ես, եթե սաղ sense մնա։ Եթե սաղ sense մնա։ Դա հիմա ինչ որ մարդիկ կասեն, եթե պայքարը լինի թալանչիների եւ սրբապիղսների միջեւ։ Ինչ որ մարդիկ ասեն դե լավ, դե մա ինչ կա, մարդիկ են թողան ապրեն, հետո առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը, հետո 100-ը, հետո երբ որ միտեղ լինում է արդեն 500 մարդ, այդ 500 մարդը երբ որ դրսևորում են որպես համայնք, դա արդեն ուրիշ խոսակցություն է լրիվ, երբ որ խոսքը համայնքի մասին է, համայնքը արդեն մնում է պահանջներ, իսկ ինչ է նշանակում Արմենիան Ադրբեջանը, որ ցակուցրի բնակության մասին չի խոսքը ինստիտուցիոնալ բնակության մասին ինչևից է դա բարդ հարց է պետք է տենց վուլգարացնել այդ քաղաքասարակության ներկայացուցիչները որ այս քաղցկիղը համարում անդադար վուլգարացնում են լուրջ չեն վերաբերվում դրանից առաջ էլ լուրջ չեն վերաբերվում Ղարաբաղի հայաթափմանը լուրջ չեն վերաբերվում պատերազմի հնարավորությանը ես այդ ամեն ինչի հիշում եմ երբ որ ծաղրում էին կարգավորման հնարավորությունը եւ հիմա նույն ձևի այս թեման են ծաղրում
դա դիտարկելով որպես դավադրությունների տեսություն եւ այլն, անդադ ուզում են ասեն տենց հարց չկա։ Իրանք չեն մտածում, որ ընդ լուրջ մարդիկ են գործանում, իրանք նման չեն։ Բայց անդադ Ալիևը իրանք գործին խփում է, էլի, տենց իրանք անդադ ուզում են այդ թեման լրացնեն, Ալիևը միշտ պայթյունա վտանգ մի բան այդ թեմայով անում է եւ մենք ստիպված են արդանալ։ Դե մենք պետք է բան անենք, ամփոփենք հաղորդում այսօր։ Երկու քաղցկեղների հետ էլի գործ ունենք, որ Ժորժան, սպասենք սահմանադրական դատարանի քննությանը, չնայած մենք մեծ հաշվով որևէ սպասելիք չունենք, հաջորդ ոդկասթի օրը կարծում եմ արդեն մենք կունենանք որոշումը, որքանով որ հասկանում եմ ՍԴ-ի եւ արդեն կոնկրետ որոշմանը կանդրադառնանք, նաեւ դրա քաղաքական հետևանքներին։ Այս պայն այսքանն էր։ Ֆուտբոլ նայեք, ֆուտբոլ ՍԴ-նիստ մի նայեք, ֆուտբոլ նայեք։ Ֆուտբոլ նայեք։ Չեմ կարծում որ մեկը նստած ՍԴ-նիստ է նայում այս շոկին։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։